Կառավարության երեկվա նիստում լայն քննարկման թեմա դարձավ Հայաստանում արտադրված պտուղ բանջարեղենը եվրոպական շուկա արտահանելու հարցը։ Պանորամայեմը ԵՄ երկրներ Հայաստանում արտադրված պտուղ բանջարեղենի արտահանման հնարավորության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանից։ Հարցին, թե այս պահին մենք հանրապետությունում ունենք այնպիսի որակի գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում նաև ծաղիկներ, որոնք կարող ենք արտահանել եվրոպական երկրներ, հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների սահմանած խիստ պահանջները, Պիպոյանը պատասխանեց. մասնակիորեն, քանի որ համակարգային խնդիրներ կան, որոնք չի կարելի թերագնահատել, ինչ ունենք դրական կողմում։ Հայաստանում կան գործող ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, որոնք արդեն ներդրել են Global Good Agricultural Practice պատշաճ գյուղատնտեսական գործելակերպ համակարգը, ունեն միջազգային սերտիֆիկատ, որը կարևոր հիմք է եվրոպական շուկա մուտք գործելու համար։ Պիպոյանը դա մշտապես կոչել է արտահանման վիզա, ինչ ունենք, սակայն մտահոգիչ, որպես սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման մասնագետ, Պիպոյանը նշեց, որ չի կարող անտեսել հետևյալ փաստերը. Հայաստանում արտադրողներից շատերը իրենց արտադրությունները կազմակերպել են ռուսական շուկա արտահանման նպատակով, իսկ եվրոպական օրենսդրությունը այլ է բույսերի պայքարի միջոցառումների մասով, օրինակ, մի շարք թունաքիմիկատներ, որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանում, թույլատրվում են ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, սակայն չի թույլատրվում ԵՄ-ում, ինչը մշակութային խնդիր լինելուց բացի, նաև ժամանակ է ենթադրում։ Խնդիրը ոչ թե ամբողջ ոլորտի, այլ բազմաշերտ համակարգի հետ է կապված։ ԵՄ-ն կիրառում է խիստ վերահսկողություն կարանտինային վնասատուների նկատմամբ։ ԵՄ-ն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառում է խիստ կենսաանվտանգային ստանդարտները, ինչ Եվրոպայում արտադրածի համար։ Սա ոչ թե թղթի վրա պահանջ է, այլ գործող ստուգման մեխանիզմ։